Աստված ձեզ հետ է եղբանել։ Երբեք չվախենաք։ Նա խոսք է տվել, որ ամեն օր է ձեր հետ։ Եվ դա կախված չի ձեզանից։ Հասկանում եք։ Դուք գիտեք, դա թե չգիտեք, նա ձեր հետ է։ Հիմա նա փոքր երեխա ունի, հիմա այդ երեխան ջան չի թափում, չէ՞ որ մեր երակով կլինի։ Ինքն է գալիս կողքերում։ Աստված մեր կողքը միշտ է, եւ դա կախված չի մեր ջան թափելուց։ Նա միշտ մեր հետ է։ Միայն մենք Եվ հիշում եք սերակ նսակի հապետնակովին, նրանք պատմել հասակի մարդիկ էին և նրանք դուրս եկան նրանց ծրավական տնից, իրանց հայրենիքից դուրս եկան և դուրս եկան ծանր վիճակով դուրս եկան, ոչ թե գնացին փառավորի վիճակով կապտարել, այլ իրանց բերի զորով տարան, վերեցին Բաբելոն, և ասեն պետք է Բաբելոն լեզու սովորեք, պետք է ակատի լեզու սովորեք և այլ և այլ։ Եվ նրանք խոնանվեցին, տեսեք իրանց ծանրը շատ հարուստ մարդիկ են, թագավորի շրջակայքից են։ Բայց այս դժվար օրերին իրանց ոչ հոր, ոչ հմոր չապեց։ Իրանք երեքով հետ ոչ ոսկի ուղարկեցան, ոչ արծան ուղարկեցան, թե դա անգամ ուղարկի միտք չունեն։ Բայց ինչ մնաց երեքված, հավատ, որ ստված իրանց Իսկ հիմա շատ ծնողներ, որ սովորեցնում են իրանց երեխաներին, որ Աստված քո հետ է տղա չի։ Այդ հավատն են կառուցում իրանց գաղափարը։ Բայց ծնողները մամա ջան, դու լավն ես, աղջիկ ջան, դու ամենասիրունն ես։ Ու իրանց ինչ ասես, լավ կարծես բաներ են սովորացնում, աշխատում որ շատ փող վաստակեն, Դա ոնց պրոբլեմ չի, պետք է վաստակել, պետք է կառուցել տներ, պետք է ամեն բանը երեխաները, բայց ամենակարիչի հարցը, որ սովորեցնել, որ Աստված քո հետ է։ Կան վիճակներ, որ ոչ գումարը մեզ կօգնի, ոչ էլ մեր կապերը կօգնի, ոչ էլ մեր ծառայությունը կօգնի, համաձայն եք երբ բայց Աստված կօգնի, մեր օգնի, բայց Աստված կօգնի։ Ուրեմն մենք տեսնում ենք Երբ որ հապուկ օգտվել էր որդնից, երբ որ երեսից հիշում եք նպատիշին չի պաչարով, ճանապարհին նա երաստացավ։ Եվ Աստված խոսեց Ես քո հետ կլինեմ։ Ես Աբրահամի, Իսահակի Աստված եմ։ Եվ ես քեզ կվերադարձնեմ Հակոբ այս քո երկիրը եւ քեզ կտամ այդ երկիրը։ Այստեղ երկին մոտիկ բան չէ։ Ոնց կվերադարձնես։ Աղբերս զորավոր, ուժեղ ինձանից մի քանի անգամ, հայրս ինձ որ ասած իր ասատով չի օրհնել, ես ոնց վերադառնամ ես էլ ֆակար ու նվազ մարդ եմ։ Այդ Աստված օգնեց Հակոբի գնալը եւ հետ գալը։ Եվ այնքան Աստված իր հետ գործ արեց եղբայրներ կորեջ։ Ասեք վերադառնալուց Աստված իր պատերազմեց։ Կյանքում կան տարբեր պատերազմներ, կա պատերազմ մտքերի, կա պատերազմ չարի դեմ, կա պատերազմ մեղքի դեմ և կա պատերազմ Աստծո։ Ամենադժվար պատերազմը Աստծո։ Մարդը մեղքին կարա հաղթի, մարդը սատանել կարա հաղթի, բայց Աստծո չի կարա։ Եվ Աստված պատերազմ է Եվ ասեց Հակոբ դու Աստծո հետ մարդկանց Աստված մեր հետ մարդնչինը ոչ թե նրա համար որ մեզ հաղթի, այլ մարդնչինը որ մեզ պատերազմ սովորեցնում Իմ հետ պատերազմեցի Որը ոչ մեկ չի դիմանալ Հետեն ոչ մեկ չի Նա մատնչեց որ սովորեցնի ճանապարհը Մենք տեսնում ենք ինչպես Աստված մատնչեց Հովի Եվ Հովը հասկացավ Դու ինձ սպանում ես Բայց հավատալի մնաց Տիրոջը մինչև վերջ Եվ Հովի փառքը շատ մեծացավ